մենք անտեր տնտեսության, անսկզբունք, անդրուշակ տնտեսություն ենք վարում Հայաստանում եւ արդյունքում հասել ենք այնպիսի վիճակի, որ այս իշխանության օրոք, իսկ իշխանությանը գնահատում են իր սկզբի եւ վերջի արդյունքներով, ես համարում եմ վերջը, $7 միլիարդ պարտք ուներ Հայաստանը, հիմա ունի $15 միլիարդ։ Պարոն ձեր իշխանության վերջին Մին թատեք խնդրում եմ, չէ, ես կարող եմ ընդհատել, որովհետեւ իմ ժամանակն է, ձեր իշխանության վերջին չէ։ Պարոն, ասեք ձեր իշխանության քննարկման ժամանակը։ Հա հիմա Ձեր իշխանության վերջին չէր, պարոն։ Վերջին նախադասություն կարող եմ ավարտել։ Խնդրեմ պարոն Մանուկյան, ես հարգանքով եմ մոտենում ձեզ եւ կոչ եմ անում դուք մնացած մասնակիցներին հարգանքով մոտենալ։ Ուրիշ կերպ չեք էլ կարող մոտենալ, լսեք խնդրում եմ։ Ուրեմն այսօր հարգելի դիտողներ, Հայաստանում յուրաքանչյուր ծնված մարդու հետ 4700 եվրո պարտք է ծնվում։ Մեր ամբողջ $15 միլիարդ պարտքը, որը այս պետությունը ձեռք է բերել, բաժանվում է գազագացիների եւ 5000 եվրո յուրաքանչյուր հայ ծնվում է պարտքով։ Ձեր իշխանությունը ինչով ավարտվեց, պարոն Մանուկյան։ Ձեր իշխանությունը ինչով ավարտվեց։ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը ինչով ավարտվեց։ Կհիշացնեք, կարող եք սկսել 96 թվականի կեղծված ընտրություններից։ Կարող եք շարունակել Ռուսաստանից եկած օլիգարխի քովը գնալուց, որպեսզի ինքը ձեզ ցուցակ վերցնի, չնայած դրան ինքը ձեզ ցուցակ չվերցրեց, Էդգար Ղազարյանին վերցրեց։ Կարող եք շարունակել Գագիկ Ծառուկյանի հետ ձեր համագործակցությունը։ Այո, լավ, Ես ուզում եմ ձեր իմանալ։ Գագիկ Ծառուկյան ոչ մի վատ բան չեմ ասում, որովհետեւ 30 վայրկյան խնդրում ձեր պատասխան։ Այս ձեր հրապարակած քարտեզն է։ Ասեք իզմ։ 20 թվականի ձեր հրապարակած քարտեզը Ղարաբաղի մեջ։ Այստեղ 42000 հանգիստ մի րոպե։ Հայաստանի Լսեք խնդրում եմ։ Հայաստանի 42000 կիլոմետր ձեզ տվել են։ Լևոն Տեր-Պետրոսյանը ձեզ տվել է 42000 կիլոմետր եւ Ղարաբաղ։ Մենք դուք այսօր մեզ տալիս եք այս քարտեզը։ Ամենահայտնի դաշնակցական։ Ուշադիր։ Ամենահայտնի Ձեր կերպարը սրա մեջ է, ձեր կերպարը նայեք։ Սա Հայաստանի։ Սա իրական Հայաստանն է։ Սա Հայաստանի ցեց ընկած քարտեզն է։ 230 Բաքով դպրոցներ։ Շատ լավ, պարոն, երկխոսություն չվերացրեք։ Ինչի չճանաչեցիք Լեռնային Ղարաբաղը։ Պարոն, Հայաստանը Ինչի չճանաչեցիք Լեռնային Ղարաբաղը։ Այս տարեք ձեր պատից կտրեք ու ասեք։ Չճանաչեցիք Լեռնային Ղարաբաղը։ Դիքնակ եւ Վարնակ, վերջ, մի րոպե, ներողություն։ Չէ, զուգահեռ եք խոսում։